Մեր հետևորդներին հատկապես հետաքրքրում է, թե ինչպես բացել սիրո և ֆինանսական հոսքերի չակրաները, քանի որ նաև էքստրասենսները նախորդ տարի նշում էին, որ այս տարին լինելու է սիրո, հարաբերությունների, ֆինանսական կայունության նոր հնարավորությունների տարի։ Խնդրում եմ մի փոքր մանրամասնել այս մասին, թե ինչպես հենց այդ երկու չակրաների վրա աշխատեն։ Դե սերը մեր սրտի հետ է կապված, դա մեր սրտի չակրան է, իհարկե այդ սերը ոնց որ գալիս է մարդկային սիրոց, հետո գնում է ավելի լայն համամարտկային սիրո, հետո գնում է ավելի sense խորքային վսեմ սիրո, հետո անանձնական սիրո, հետո աստվածային սիրո, այդ իրա ոնց որ խորանալու տեղ ունի, ոնց որ մեկ-մեկ շատ դեպքում ասում են սերա ու սեր ինքը չունի ոչ մի բան, բայց ունի էլ ինքը խորանում, այսինքն նու սկզբից իհարկե կրքեր են, հետո կրքերը, որ մարդը մի քիչ իմաստություն է ձեռք բերում, այդ կրքերը վերափոխվում են ավելի շատ սիրո, ու տենց հետո անձնական, ասենք, փոխհարաբերություն կին տղամարդ հետ կրքային սերը վերափոխվում է կամ երեխա, մամա այդ պապա ծնողների այդ փոխհարաբերությունը վերափոխվում է ավելի կապվածություններ են, էլի կրքի տեսակա կապվածություններ են, որոնք վերափոխվում են սիրո, էլի քիչ-քիչ ու ավելի խորանում ու մինչև այդ աստվածայինը հասնում։ Դա կապված է այդ մեր սրտի չակրայի հետ, իր զարգացածության բացվելու եւ իմաստության այդ ինչ իմաստության մենք հասնում ենք համապատասխան ձևով ինքը բացվում է։ Մարդիկ իհարկե արհեստական ձևով կարան ինչ-որ բանը գրգռներ անեն, բայց հիմնական այս արհեստական ձևով ինչ-որ մարզանքներ, շնչառական վարժանքներ եւ այլն, իրանք հիմնական կարան ակտիվացնեն ավելի շատ այս մեր ներքևի 3 չակրաները, սիրտն 4-ն է, ասենք հիմնային, ասենք սեռական չակրա, արևապսակ եւ սիրտ։ Նայեք, սիրտը ամենակարևոր կետն է, սիրո համապատասխան, սերը տարբեր է լինում, տենք ոնց որ ծնողի սեր, զույգերի միջև սեր, հայրենիքի նկատմամբ սեր, համամարտկային սեր, վսեմ սեր, անանձնական սեր եւ աստվածային սեր։ Ու ինքը ոնց որ իր աստիճաններ ունի, հայերեն լեզվում դա չկա, միանգամից բառեր, որ օրինակ տիբեթերեն ու սանսկրիտերեն բառերում իրանք հատուկ բառեր կան։ Մի բառից մենք սեր ենք ասում տենց։ Ու ինքը մակարդակներ ունի։ Հիմա այդ սիրտը բացելու համար մարդը պետք է կյանքի փորձ անցնի, ստեղ շնչառական վարժությունները ու ֆիզիկական վարժությունները, կենտրոնացումները այդքան կարան չօգնեն։ Ինչու՞։ Սիրտը բացելու համար, իրանք ավելի շատ կարան օգնեն այս ներքևի չակրաները բացելու համար, դե հիմա անվանումները չտամ սանսկրիտերեն եւ այլն, իրանք անվանումներ ունեն, ասենք տարբեր լեզուներում տարբեր են։ Մարդիկ օրինակ հիմնական այդ հինդուիստական անվանումներն են տարածված, բայց իրանք շատ տարբեր ուտեղեր անվանումներ ունեն։ Արև շատ այդ վահագի չակրան, ասխիկի նանեի չակրան կարան այդ բաներով վարժություններով բացեն, բայց այս սրտի չակրան եւ ավելի բարձրները դա չի տենց բացվի, միայն օրինակ Տաթևացին ասում է դա միայն Աստծո ողորմության միջոցով, արևելքում դա ասում են ուսուցչի օրհնանքի միջոցով է բացվում, բայց աշակերտը ոնց որ պետք է մեծ նվիրվածություն ունենա, մեծ հավատ, մեծ նաև ծառայելու ընդունակություն։ Ծառայելը դա նշանակում է, որ ինքը իր մեջ այդ ընկալում է այդ աստվածայինը եւ ընդունում է իր մեջ աստվածայինը, որ այդ աստվածայինով ծառայի համընդհանուր բարիք բերելու։ Այդ ժամանակ սրտի չակրան կարա բացվի, նկարագրություն կա 8 թերթիկ ունի եւ այլն տարբեր թերթիկ ունենք բուդդիզմում, ասենց անիվ են նկարում 8 ճախարակա, 8 կողմանի ինքը, ասենց 8 հատ։ Այդ դրա սիմվոլն է, այդ ճախարակը պետք է շարժվի, դրա համար անվանում այդ ճախարակը թխարմայի ճանապարհ, թխարման ոնց որ մեր սրտի ճանապարհ։ Նույնիսկ Քրիստոսն էլ ասում մենակ սրտի միջոցով Աստծուն կարելի է հասնել, այդ մինչև սրտի այդ չակրան չբացվի, չի կնի, այսինքն մարդը եթե աղոթք անում, ինքը աղոթքները մինչև սրտ
սրտով իրանց չանցնեն ինքը բայց սրտով անցնել է չի նշանակում ֆիզիկական սրտով այդ էներգետիկ կենտրոնով եւ այդ էներգետիկ կենտրոնը մինչեւ չակտիվանա իրան ձայնը աստուն չի հասնի աստու ձայնը իրան չի հասնի այդ ինքը ասենք սրբերի մոտ դա պետք է բացի եթե սուրբը պետք է սրտի չակրան բացվի եւ այդ ժամանակ ինչ որ սրբության տարբեր աստիճաններ կան դրանից է սկսում կամ իմաստության տարբեր աստիճաններ որտեղ իմաստությունը ոչ թե օղերից է գալիս այլ սրտից է գալիս դուք հարցրեցիք հիմա իմաստուններ կան թե չէ Հայաստանում դե իշքան սիրտը բաց մարդիկ կան իրանք էլ համապատասխան իսկական սիրտը բաց էլի ոչ թե թվացial բարի մարդիկ այլ սիրտը բաց այդ նշանակում է իրոք ինքը իր սրտի մեջ ընդունում է ուրիշների ցավը ու ինքը իմաստության բարձր աստիճանի ասել բացասական ինտելեկտն էլ է զարգացած էլ այսինքն իմաստուն չկարելի որ ինտելեկտ չունենա բայց կարա ինտելեկտ ունենա բայց իմաստություն չունենա որտեղ իմաստությունը սրտից է գալիս սրտի էներգիան իր ոնց որ սրտի ներվային համակարգը միացած է ուղեղի ներվային համակարգին իմաստունի մոտ իսկ ինտելեկտին մենակ ուղեղն է աշխատում էլի այդպես բացատրենք այդ սրտի չակրանը բացվելու ժամանակ երբ որ ինքը խոսում է դիմացինը կարա ջերմություն զգա սիրտը տաքանա կամ ինչ որտեղ տաքանա ինքը ջերմություն է զգում հիմա հույսով եմ որ դուք դուք մի քիչ ջերմություն զգացիք միանշանակ այդ նշանակում է սրտի չակրան բացված է նույնիսկ դիտողները որ հիմա դիտեն այս հաղորդումը որ նույնիսկ եթերա գնում այդ ասինքն թվային համակարգի վրա է բայց գնում է բայց ինքը այդ ժամանակ կապվում են այդ սրտի էներգիա հետ իրանց մոտ էլ սիրտը կջերմանա մենք ուղղակի տենց փոքր զրույց ենք անում այդ ինչ որ բան չի ինչ որ բաժություն չենք անում բայց դիտորդների մոտ էլ այդ սիրտը ջերմանա ուրեմն իրանց իմպուլս գնում է ուրեմն սիրտ ունեն էլ որտեղ շատ փակ մարդիկ ոնց որ քարացած են իրանց սրտին չեն լսում իրանք չի տեղ ունենում ով լսվում է մի քիչ կջերմանա դա հիմա սրտի չակրան է այդ ժամանակ իրոք իրան կարա սիրել էլի այսինքն կրքերի մակարդակից կարան վերափոխվեն սիրո մակարդակ եւ տարբեր մակարդակներ սիրո կա այդ սիրո մասին իսկ այդ բարգավաճման ծաղկման լիության էներգիաները դա ոնց որ երկիր էներգետիկ կանալներ են անվանում այդ կանալը պետք է բաց լինի բարգավաճման բարեբերության էներգիաները որ լիության մարդկանց մեջ լցնեն դա երկու մոտեցում կա իհարկե առաջինը դա մարդը որ կյանքը մենակ այս կյանքում չեն գալիս շատ կյանքեր ունենք կյանքից կյանք բարիքներ ա բերել եւ այդ բարիքը ծառայացրել է համընդհանուրին դրա համար ինքը կարա այդ էներգիան իր մոտ բացա մյուսն էլ կարա որ հենց սիրտը բացել է ու ինքը ստեղծում է երկինք ու երկիր կապ ու այդ միջավայրը այդ բարգավաճման բարեբերության ծաղկման լիության առատության էներգիայի մեջ է լինում այդ էներգիան կախված է մի քանի մեր կենտրոնների հետ այդ բարգավաճման դա կախված է նաև մեր դա առաջինը սիրտն է եթե չնչինի երկրորդը կախված է մեր այս երկրորդ չակրան ենք ասում որտեղ ասեցինք ասկի չակրա կամ որ մի քիչ էլ ուրիշ ձև ասենք դա սեռական էներգիայի հետ է կապված ճիշտ ուղղորդումը սեռական էներգիայի այդ բարգավաճման բարեբերության լիության առատության հարստության ծաղկման որակները բացում որտեղ այդ ամեն մի չակրան մի որակ չունի բազմաթիվ որակներ ունի որտեղ թերթիկներ են նկարագրում ամեն մի որակը ամեն մի թերթիկը ինչ որ որակներ են այդ բարգավաճման էներգիայի ինչ որ մաս այդ սեռական չակրայի հետ է կախված սեռական ասում եմ որտեղ ինքը այդ մասում է գտնվում նույնիսկ այդ հինդուների լեզուս սվատխիսխանը սայի էլիսայով ասկսում ասխիկի չակրան է այդտեղ եթե մարդիկ կարում են այդ էներգիան իհարկե կարող եք ասեք հիմա միլիարդ հատերը բայց անկանոն սեռական կյանք ունի դե ինքը հին արժանինքներից է դրա համար ասեցի բայց որ մարդը ուզում է այդ էներգիան ճիշտ ուղղորդի այդ էներգիա պետք է սեռական էներգիան կարողանա կառավարել կառավարելը ժուշկալություն չի կառավարելը ճիշտ ուղղորդել այսինքն ժուշկալությունը դա այդ էներգիան
անտեսելն է, ոչնչացնելն է, որ հասկանանք, վանականները հիմնականում այդ ճանապարհով են գնում։ Ու տարբեր ասիանի վանականներ կան, բայց դա ես խոսում եմ ոչ դրա մասին, այլ այդ էներգիայի ճիշտ կառավարման մեջ է դրվում, որը իհարկե այտենց այդ տեխնիկաները իհարկե հիմա Եվրոպայում այտենց խառը խշտիկ ինչ որ այտենց ցրում են, բայց արևելքում շատ գաղտնի են այդ բաները, այտենց ամեն մեկին հասանելի չէ, որովհետև դեռ կարան աղավաղումներ շատ լինեն, դրա համար Եվրոպայում շատ այտենց աղավաղումներն է անվանում են տանտրիկ պրակտիկաներ, որոնք այդքան էլ դրա հետ կապ չունեն, իրանք մի քիչ նյու իրանց հորինած ձևով են մոտեցել այդ հարցին։ Հիմա այդ որ ուզում ենք բարգավաճ ունենք, պիտի կարողանանք սեռական էներգիան կառավարել սովորել։ Կառավարել սովորել համար պիտի գտնենք համապատասխան ուսուցիչ, որ կարող է կառավարել եւ գնանք իր մոտ սովորելու։ Փաստորեն էներգիայից էլ, մարդու էներգիայից էլ շատ բան է կախված այս դեպքում։ Հա, դե եթե ինքը իմպոտենտ է, ինքը բարգավաճման էներգիա չի կարող ունենա, ուզում եմ հստակ ասեմ, էլ դե տարիքի հետ չբան չանենք, ասենք թուլանումը գավա տարիքի հետ, ասենք 80 տարեկան, 90 տարեկան, կամ չթուլացում ունի, բայց եթե փոքրուց իմպոտենտ է, իր մոտ պոտենցիալ արդեն չունի բարգավաճման բանի։